Ժողովրդյան Ռուսաստանը նոր օրենք է անում, բոլոր միգրանտները պարտադրելու են հեռախոս առնել, որտեղ ծրագիր է լինելու, որպեսզի հետևեն որտեղ է, որ պահին լսել եք նման բաներ լսել ենք պարբերաբար, հարգելի Չինարյան։ Հա, այսինքն պետության կողմից իր քաղաքացիների եւ ոչ միայն քաղաքացիների այցելությունների տոտալ վերահսկողության գործիքները շարունակում են շատանալ։ Իհարկե բուն Մոսկվան, Պետերբուրգը, մի քանի խոշոր քաղաքներում, բայց հատկապես Մոսկվան մինչև վերջի խազը տեսախցիկներով, բաներով հագեցված է, հա, վերահսկեն տեսնենով մտավ մետրոով ելավ ինչ է ինչպես անվտանգության տեսանկյունից, հա, բայց այդտեղ մարդկանց ազատ տեղաշարժի վերահսկողության, տոյեսիմ կապի, հեռախոսով գաղտնալսելու, Messenger Max ու ուրիշ ճակերտավոր կայֆեր, հա, իհարկե ներդնում են, որովհետև բան է, բռնապետական պետությունը այսինքն այդ պետությունները գալիս սովորաբար հասնում են մի խաչմերուկի, որտեղ պիտի կամ գնան դեպի խորացող բռնապետություն, կամ պիտի ընտրեն ժողովրդավարացման խաչմերուկը, բանը ճանապարհը, օրինակ Թուրքմենստանի, Ադրբեջանի, ինչ է, Բելարուսի դեպքում այդ խաչմերուկների վրա եղել են կեշկռիվներ, թե Թուրքմենստանում այդքան չէ, բայց Բելարուսում եղել է, Ադրբեջանում ինչ-որ խուլ սողացող կռիվներ են եղել, եւ ի վերջո իշխանությունը, բռնապետական իշխանությունները կարողացել են հաղթել եւ քաշել տանել ուրեմն բռնապետական ուղղությամբ ու սա հանգեցնում է զարգացող աշխարհում, որտեղ տեխնոլոգիաներն են զարգանում, կապեպան է տեղեկատվությունը ավելի հաճախ արագ է փոխանակվում եւ այլն, սա հանգեցնում է բռնապետական միջոցների սաստկացման, ծանրացման։ Պետք է հիշեք, հա, որ մի մաքուր թուղթ բռնած մարդկանց էին բռնում, հետո ձեռքերը այսպես պարզած մարդկանց սկսեցին բռնել, թե այդ ինչ է սա, այդ ձեռներն ինչ է, պարզել է, լքել է։ Եվ այլն, Բելարուսի 20 թվականի դեպքերը նույնպես հիշում եք, այնպես որ չպիտի զարմանալ, որ հետսեթե ծանրանալու է։ Որոշ երկրների դեպքում, ասենք Վրաստան 2003 թիվ, Ուկրաինա 2004-5 թիվ, 14 թիվ, Հայաստան 18 թիվ, երբ պետությունը ժողովուրդը հասնում է այդ խաչմերուկին, այդ լարումների, փախումների արդյունքում ժողովուրդն է հաղթել այս մյուս օրինակների դեպքում, էլի։ Իշխանությունը օրինակ 8 թվականին այդ խաչմերուկին մի մոմենտ հասանք, բայց իշխանությունը կարողացավ հաղթել, սահմանից զորք բերել ցուցարարների վրա, ցուցարարներին ծեծել, ջարդել, ձերբակալել, լցնել բանտերը, գնդակահարել փողոցներում եւ այլն, այդտեղ շարունակեց Քոչարյան Ռոբերտից անցումը իշխանության դեպի Սերժ Սարգսյան, 10 տարի Հայաստանը գնում էր դեպի այն բռնապետության ճամփով, էլի, իհարկե չէր համեմատվի այն ծանր բռնապետությունների հետ, բայց դա այդպես էր։ 18 թվականին այլևս այդ խաչմերուկից չկարողացան երկիրը տանել են կողմ, երկիրը այնուամենայնիվ գնաց դեպի ազատագրում, ազատականացում։ Հիմա էլ տարբեր գնահատականներ կան, որ չէ, Փաշինյանը շարունակում է խորացնել բռնապետությունը, օքեյ, դա այդ մարդկանց սրբազան կարծիքն է, իրավունք ունեն կարծիք ունենալու, ինչպես ես իմ կարծիքն եմ հայտնում, հարգելի հայրենակիցներ, լայքեք, բաժանորդագրվեք, պատպիսկա եղեք, subscribe, զանգին սեղմեք եւ տարածեք, եթե համարում եք, որ հաղորդումը արժե որ տարածվի։ Հա, իմ հայտարարությունը նորից կրկնեմ, շատ կարճ ժուրնալիստների ասպարեզ ակումբը որոնում է թղթակիցների Հայաստանի Հանրապետության մարզերից, գրեթե բոլոր մարզերից։ Փող ունենք, որպեսզի վճարենք, թղթակիցները կարող են աշխատել նաև ուրիշ գործերի, բայց իհարկե պետք է շահերի բախում չլինի, խնդրում եմ կենսագրությունը եւ իրենց գործերից լրագրողական աշխատանքներից մի քանի հղում ուղարկել, կարողանանք տեսնել, ընտրել, մի քանի մարզերից արդեն դիմումներ ունենք։ Խնդրում եմ դիմել, հարգելի լրագրողներ, եւ եթե դուք ձեր ծանոթների մեջ ունեք այդպիսի մարդ, անպայման բան արեք։ Մի երկու անեկդոտիկ բան կարդամ, հա, չէ, կարդում ես, ապշում ես, էլի, թե մարդկային ֆանտազիան ուր կարող է հասնել։ Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզգիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար։ Գիտեք, Էրդողանը երևի մի ինչքան էր, մի 7-8 թե 10 տարի առաջ որոշեց, որ
Սուրբ Սոֆիայի տաճարը կամ Այա Սոֆիան, որը ուրեմն Կոնստանտինոպոլսի զարդն էր Բյուզանդիայի մշակութային կամ հունական մշակութային խոշոր կոթող է, բռնեց որոշ թանգարան էր, ովքեր եղել են գիտեն, բռնեց դարձրեց մզգիթ, ռուս զբոսաշրջիկները որոշել են գնալ այնտեղ բան անել։ Իհարկե սա կարևոր զգուշացում պետք է համարել մեր հայության համար, ովքեր կգնան բաները, ինչ է անունը, Թուրքիայում են լինում, Արևմտյան Հայաստանում են լինում կամ Հին Հայաստանում են լինում, ինչպես կուզեք, եւ հայկական տաճարների կամ մեր տաճարների ավերակներում աղոթքներ, ժամերգություններ, ես տեղյակ եմ նաեւ պսակադրությունների մասին, հոգեվորական է գնում հետները կամ բազմաթիվ օրինակներ կան, այս ամբողջին Թուրքիայի իշխանությունը համբերատար է վերաբերվել, չհաշված իհարկե այն դեպքերը, երբ օրինակ Տիգրան Հոնենց եկեղեցին ինչ որ չափով նորոգում են, ամրացնում են, գմբեթի վերևի հատվածը թեք կտրած են բանանում, իբր հնարավոր չէր էլ այդ գմբեթը խելքի բերել, վրանել խաչը տնել, դիտավորյալ է արածել, այդպես կիսա թեք կտրած, ովքեր տեսել են անիում, անի մայր տաճարից ոչ հեռու, գլուխ գործոցներից է հայոց ճարտարապետության, հազիվ թե հայերին այդպես հետապնդեմ, բայց այդտեղ համարել եմ, որ մզգիտում ռուս ով կուզե եղնի էլի, Աստվածաշունչ ինչի է կարդացել, դե լուրի մեջ չկա գրած Աստվածաշնչի որ մասը 5 կտակարան, նոր կտակարան, թե ինչ եւ այլն, Արման Աբովյանը Ծառուկյանի թիմակիցը իր հարցազրույցում պատմում է, որ բավականին բարդ վիճակում է հայտնվել Հայաստանի տնտեսությունը, մեծ ընդհանրացում է անում Ծառուկյանի ձերբակալմամբ, անկորձ մնացին նույնիսկ քաղաքացիական պայմանագրին ընտրած մարդիկ, այստեղ նորից են նույն հին ծեծած հարցն է առաջ գալիս, որի պատասխանը ոչ ոք չունի, թե ինչպես են այս կամ այն մարդիկ ապացուցում հիմնավորում, որ այսինչ մարդը ընտրել է այնինչ մարդուն Ժորժ ջան, դա հնարավոր չէ ապացուցել, էլի, եթե նույնիսկ մարդը ելնում ասում է ես եմ ընտրել այսինչ քաղաքական ուժին, հնարավոր չէ ապացուցել, որ դա այդպես է։ Եթե դա հալած յուղի տեղ պետք է ընդունել, այդ դեպքում ով ինչ ասի, պետք է հալած յուղի տեղ ընդունել, էլի, մի խոսքով։ Եվ նշում է, օգտագործում է պարալիզացվեց բառը, այս պարալիզացված բառը ահագին պարազիտացված բառ է, հարգելի հայրենակիցներ։ Այստեղ է որ պիտի մի երկու խնդրանքով հանդես կամ իհարկե կան լեզվի մասնագետներ, որոնք բարբերաբար խորհուրդ են տալիս այս բառերի հայերեն համարժեքներ օգտագործել, կատվածահար բառը, վատ բառ է, օգտագործեք կատվածահարել են բառը։ Գուցե պարալիզացված բառը ինչ որ մի խորունկ իմաստ ունի իր մեջ, որ մեր խելքը չի հասնում, սա իմի չայլոց։ Այդ բառերից է նաև չինովնիկ բառը։ Երբեմն ես լսում եմ տարբեր հարցազրույց տվողներից չինովնիկ բառ, ես այդ բառը վերջին անգամ օգտագործել եմ երևի մի 35 տարի առաջ, հետո արագ հասկացա, որ խոսքը պաշտոնյայի մասին է, իսկ բացասական մեկնությամբ վատ պաշտոնյայի ըստ երևույթին, բայց բառացի թարգմանությունը դա չին ունեցող ինչ որ մեկն է ռուսական բառ է, այնպես որ նկատի ունեք պաշտոնյա, ասեք պաշտոնյա, բյուրոկրատի վատ բյուրոկրատի նկատի, ասեք բյուրոկրատ, մի ասեք չինովնիկ, պարալիզացվածից աշխատեք խուսափել, աշխատեք ուղղել մարդկանց, որ պարալիզացված, պարազիտացված է հասկացվում, էլի երբեմն, կատվածահար Սենսացիա, ցնցալուր, ցնցող լուր, ցնցող սկանդալ, խայտառակություն եւ այլ, այլ մի քանի բան կա, իսկ բանի, ինչ է անունը, որոշ բառեր այն տեսակ խայտառակ կամ ձևակերպումներ, դարձվածքներ կամ բառակապակցություններ այն խայտառակ որակի են թարգմանվել հայերեն ու օգտագործվում են նորաթուխ բլոգեր, ինֆլուենսեր լրագրող, նույնիսկ միկրոֆոն բռնող, քաղաքական գործիչ մագարտակում էլ ասելու չէ, օրինակ լսած կակ չէ, կապ հաստատել այսինչի հետ, ուստանավից սվյաս, կապվել չի լինի, զանգել, զանգեց, ոչ թե, այսինչը կապ հաստատեց ինձ հետ, ուրիշ ինչ հաստատեց, հեռախոսային կապ հաստատեց եւ այլն, զանգեց, կապվեց, կապի դուրս գալ, выйти на связь Դուք ռուս զինվորական եք, թե ով եք,
կապի դուրս եկեք, ես կապի դուրս եկա նրա հետ, այ մարդը ամոթ է վերջապես էլի։ Իսկ եթե ինչ-որ մեկը համարում է թե հայոց լեզուն խեղճ ողորմելի լեզու է, այս հաղորդումը նայելու կարիքը չունի, էլ ինչ այլանդակություններ կան։ Ես հանդիսանում եմ ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահը։ Ես չեմ հանդիսանում, սա հանդես չէ։ Հա, ես ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահն եմ։ Պարզ է, չէ, այդ հանդիսանումը պարազիտ կենթանի է, եկել ընկել է բառերի մեջ, չեմ ասում, թե երբեք օգտագործել չի կարելի, բայց հարկավոր է իհարկե ուշադիր լինել, որպեսզի նման ռուսիզմները չգան մեյդան։ Ես պարբերաբար խոստանում եմ անդրադառնալ այս բառային խայտարակություններին, հա։ Բյուջեն կազմում է, բյուջետ составляет ռուսերենից ուղիղ թարգմանություն է։ Հայերենում կարելի ասել բյուջեն այսքան է 45,000 դրամ է։ Ոչ թե բյուջեն կազմում է 45,000 դրամ։ Բյուջեն կազմարար չէ, կազմարարը գիրք կազմողն է, գիտեք, հա։ Այսինքն չի կազմում։ Այս այլանդակությունները հանեք թափեք ձեր բառապաշարից։ Էլի մի քանի բան կա, հիմա շատ չծանրաբեռնեմ ձեր համբերությունը, ժողովուրդ ջան, կներեք այս լիրիկական կամ լեզվաբանական կամ խոսքաբանական անվանումը իրավաբանական անվանումն է հարգելի Ամստերդամ, էլի այդպես է գրած, հա, շատերն ասում են լրագրողների ասպարեզակումբ, դե մեր իրավաբանական անվանումը այդպեսին էր, դրա համար ասի ժուրնալիստների ասպարեզակումբ։ Ուսումնական հաստատությունների համար կա նման որոշում, որ ուսման վճարներից ազատվելու առաջնահերթությունը տան ղարաբաղցիներին։ Հարգելի Համլետ ուղիղ տեղյակ չեմ, բայց եթե փուհերն ու քոլեջները նկատի ունեք, չէ, ըստ երևույթին, հա, ճիշտ կլինի, որ ուսանողը պիտի որ չափահաս մարդ լինի, եթե քոլեջի ուսանողի մասին է խոսքը, ծնողը նույնիսկ կարող է հենց դիմել այդ ուսումնական հաստատության ղեկավարին, տնօրեն է, ռեկտոր է եւ հարցնել, ասել ինչ կարգավորումներ կան եւ պարտավոր են պատշաճ պատասխանել։ Ինձ որ օրինակ դիմում են Շիրակի պետհամալսարանի ես խորհրդի նախագահն եմ, գործադիր ղեկավար չեմ, պաշտոնյա չեմ ես։ Մարդիկ են դիմում են, ասում են, կա ինչ-որ արտոնություն մեզ համար, բանակում ծառայել եկել եմ, կամ Արցախից եմ, կամ եւ այլն։ Ես ուղիղ ուղարկում եմ ռեկտորի մոտ, ուսանողական խորհուրդն էլ կարող է օգտակար լինել, հա, եւ զգուշացնում եմ, էլի, եթե պատասխանից դժգոհ կմնաք, հերուտանից տեղից էլի, հա, չունեմ նման դեպք, երբ ռեկտորը հանգարց որևէ կրթական հաստատության, հա, կցրի, գլխեռատ կանի, բան, անմիջապես վերադարձեք եւ ասեք, որ այսպիսի պատասխան ստացա։ Այնպես որ համալսարանները, կրթական հաստատությունները իրենց կարգավորումները պիտի ունենան։ Եթե կա համապետական կարգավորում, հարգելի Համլետ, ուրեմն հաստատ քոլեջները եւ բաները, համալսարանները անպայման կիմանան համապետական այդ կարգավորման մասին։ Ես չգիտեմ։ Այսինքն հարկավոր է ակտիվ լինել, ուսանողը թող գնա, անհանգստացնի, չքաշվի, չնեղվի, կյանք է մտնելու վերջապես։ Ասածս իհարկե վերաբերվում է պետական քոլեջներին եւ պետական համալսարաններին։ Մասնավորների դեպքում ես շատ եմ կասկածում, թե պետական ուրեմն որևէ կարգավորում կարող է տարածվել իրենց վրա այս մասով։ Բայց ելի խորհուրդս նույնն է՝ դիմել ռեկտորին կամ ուսումնական գծով պրոռեկտորին կամ ուսանողական խորհրդին, բանավոր, եթե զգում են, որ ինչ-որ չլոցի է բան է, գրավոր դիմումին գրավոր պատասխան։ Եվ խնդրում եմ, եթե կդիմեք ինչ-որ տարօրինակության կհանդիպեք, տարակուսանք կունենաք, գրեք ինձ, զանգեք ինձ, համարս կա ստեղ գրած, փորձենք օգտակար լինել, հա, 1000 բարև, ժողովուրդ ջան։ Անցնենք առաջ ուրեմն, հա։ Հա, 2-3 խայտարակ դեպքի մասին ենք իմացել, մեկը իհարկե 2 օրվա վաղեմություն ունի, երբ Վարդավառի օրն էր կարծեմ, անցած կիրակի, հիմա չգիտեմ խնդիրը կարգավորվել է թե ոչ, Սադախլո Բաքրատաշեն սահմանային անցակետից տեսագրություններ ուղարկեցին ինձ, որտեղ մարդիկ մեր հայությունը պնդում էին, որ այն կողմից անցնելիս մեկ պատուհան է աշխատում, նեղվածք է, շոկ է, խեղթանոց է ներսում, մարդիկ մինչև անցնում են ժամեր է տևում եւ տեսագրությունների կադրերի մեջ դա երևում էր իսկապես խայտարակ վիճակ էր, ես նման բան մեկ էլ
Հիշում եմ 8 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Վրաստանից այնտեղ հանգստացող հայությունը գալիս էր Հայաստան ու այդ անցապավրայից բռնած բան կես ծանրաբեռնվածության մեջ էր։ Իսկ հայկական կողմում այդ նույն մարդիկ, ովքեր այդ տեսագրությունները ուղարկում են, ասում էին, որ գրեթե բոլոր պատուհանները աշխատում էին եւ արագ անցնում էին։ Ընդհանրապես, եթե այն կողմից մեկ պատուհան է աշխատում Վրաստանից Հայաստան մտնող, հայկական կողմում մեկ պատուհան էլ լինի, նորմալ կսպասարկի։ Պարզ է, չէ՞, թողունակությունը հավասար է երկու դեպքում, բայց մեր կողմից որևէ դժգոհություն չկար այն մարդկանց գրառումներով եւ ինձ ուղարկած նյութերում, որոնց մասին ես խոսեցի։ Հա, ու սա առաջին անգամը չէ, որ մենք լսում ենք նման դժգոհության մասին, իհարկե այստեղ ինձ թվում է, որ սեզոնն է նաև այդպիսին Հայաստանի իշխանությունները լուրջ անելիք ասել խոսելիք ունեն Վրաստանի իշխանությունների հետ, թե եղբայր ինչ հաշիվ է, նորմալ ինչ է սահմանապահ կետերը մի քանի ուղի է, մի քանի պատուհան բան էլի կարող է աշխատել, արագ անցնեն, ավտոմեքենաների համար էլ 4-5, հա, կարծեմ ուղի կա, Բաքրադաշեն, Սադախլոյի մասին է խոսքը։ Ինչ անենք, որ նորմալ սպասարկեք, մեր ժողովուրդն է տանջվում, էլի, բանը եւ դա Հայաստանի իշխանությունների լուծելիքն է, բեռն է։ Ինչու է այդպես վարվում վրացական կողմը, չեմ կարող ասել, պատկերացում չունեմ, սա մեկ։ Եվ ընդհանրապես, բանը, քանի որ 3 ճանապարհ կա Վրաստան գնալու կամ ծով գնալու այս դեպքում, մեկը Պավրայով է, որը անհամեմատ թեթև ծանրաբեռնվածություն ունի, հարգելի հայրենակիցներ, խորհուրդը տալիս եմ, խորհուրդ տվողի գլուխը ծագ է, բայց թե ասեմ հետո չասեք, խաբար չէինք, էլի, հա։ Երկրորդը Կոգավանն է, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Կոգավան գյուղ, հետո Կուգուտի, մտնում է Պոլնիսով, բանով դուրս է գալիս դեպի իմացար Թիֆլիս։ Եվ երրորդը այս ամենածանրաբեռնվածն է, Սադախլո Բաքրադաշենն է, եթե ինձ հարցնեք, աչքաչափով ասեմ, այս երրորդի վրա ընկնում է Հայաստան-Վրաստան անցուդարձի օդանավը չհաշված։ Ծանրաբեռնվածության երևի թե 80-85%-ը։ Երևի 2-3-4%-ը ընկնում է Կուգուտի վրա կամ Կոգավան Կուգուտի անցման վրա եւ մի 10-12-15% մեր ճավախահայության հետ բանը ինչ է անունը Պավրա Նինոցմինդա կամ Պագդանովկա, Պարևցես Պագդանովկայի ժողովուրդ անցնողների վրա։ Ճանապարհը շատերն են հարցնում։ Բարբերաբար նորոգվում է Պավրայի անցակետից մինչև Պագդանովկա, ոչինչ, տանելի է 20 կիլոմետր, 22 կիլոմետր դա է, դրանից հետո արդեն նորմալ ճանապարհ է եւ ասեմ խորհուրդ տամ, եթե պետք է ինչ-որ մեկին ծով գնալու համար էլի Տավուշի մարզի եւ Գեղարքունիքի մարզի ժողովրդի համար եւ Լորվա, հա, այդ 3 հյուսիսարևելյան հատվածների համար կարճության տեսանկյունից ճանապարհի իհարկե բանն է, Բաքրադաշենն է, բայց ժամանակային բերումով գնալ այդ ճամփով գալ կարող է շատ ավելի երկար տևի, մի 60 կիլոմետր այդպես կարճ է, էլի, քան թե այս մյուս մարզերի ժողովուրդը գնա Թիֆլիսով։ Եվ մնացած մարզերի դեպքում Գյումրիով եմ խորհուրդ տալիս անցնել դառնալ, Գյումրի, Ախալքալակ, Ախալցխա, ընդեղից աչով դեպի ուրեմն Խաշուրի ծախով արդեն ելնում է այդ իրենց կառուցած նոր որն է, կարելի ասել ավարտած, հա, այդ հայվեյը, արագընթաց ճանապարհը, զգուշացնում եմ, սեզոնը բացվել է շատ ուշադրություն վարորդներին։ Թույլատրելի առավելագույն արագությունը այդ հայվեյի վրա կամ արագընթաց ճանապարհի վրա 110 կմ/ժ է։ Վրաստանում թույլատրելի խախտման առավելագույն չափը 14 կմ/ժ է, Հայաստանում 10 է, գիտեք։ 14 է, եթե ունեք այսպես ասած cruise control կամ ավտոպիլոտ են ասում շատերը, հա, դրեք առավելագույն դեպքում ասենք 122-ի վրա, 123 ոչ ավել անցեք դարձեք։ Չնայած ասում են, որ Թիֆլիս Խաշուրի ինչ է անունը դեպի ծով գնացող ճանապարհը ամառը վրացական կողմը արագաչափերը անջատում է։ Արագաչափերը ինտերվալային արագաչափեր են։
եւ բանը ոչ թե հենց լուսանկարում է ինչպես Հայաստանում, այլ ստեղ ֆիքսում է մեքենային այս ժամին, մեկ էլ ֆիքսում է եսին որտեղ այնին ժամին ու հաշվում է համակարգիչը, հասկանում է դուք այդ հատվածը կարող եք անցնել առանց խախտման, թե գերազանցել եք արագությունը։ Սա նկատի ունեցեք։ Եթե ընդհանրապես այս թեմայով հարցեր կունենաք, գրեք ավելի մանրամասն լոգիստիկայի մասին կխոսեմ, կպատմեմ ճպավորներին կամ բարձր մեքենա ունեցողներին կամ ինչ են ասում արտաճանապարհային off-road ունեցողներին կարող եմ նույնիսկ եթե հավես ունեն խորհուրդ տալ, որ Ախալցխայից ոչ թե գնան Խաշուրի, այլ Ծախով, Խուլոյով դուրս գան դեպի Բաթումի ուղիղ։ Հա, սա ավելի կարճ է, բայց այդ արանքը մի 25 կիլոմետրի, 20 կիլոմետրի չափ վրացական կողմը դեռ գրունտային աշխատանքներ ճանապարհ է սարքում, խելքի է բերում, այսպես Գյումրի Բաթումին 320 կիլոմետր է, իսկ Գյումրի Խաշուրի Քութայիսի Բաթումին 450-480 է։ Մի խոսքով ես դոկտորական կարող եմ պաշտպանել սրա հետ կապված, ի նկատի ունեցեք, հա։ Սա է միջայլոց։ Հիմա ամենաթեթև անցումը ուրեմն Կոգավանով է։ Բանով էլ վատ չէ, Պավրայով էլ վատ չէ։